Պարոն Ծառուկյան, շուտով կամփոփենք մայիս ամիսը, որը մշտապես մեզ համար հաղթանակների հոմանիշ ամիս է եղել։ Հիմա այլ ժամանակներ ենք ապրում ցավոք սրտի եւ թույլ տվեք ասել, այս տարվա անգույն մայիսը մոտենում է ավարտին։ Կուզենայի առաջին հարցը ձեզ հղել, ինչ մտորումներ, ինչ զգացողություններ ունեք այս համատեքստում։ Ես ինքս ինչ չեմ կարող կեղծել, ասել, որ շատ բարձր տրամադրություն ունեմ, բայց այնպես չի, որ հանձնվել եմ անհույս անհեռանկար տրամադրության մեջ եմ։ Մեր երկրում մեծանում են երեխաներ, մեծանում են նոր սերունդ, մեր ազգին սազական չի, մեզ ամոթ է, որ մենք կարողանանք թույլ տալ մեր երեխաները, նոր սերունդը, մեր թորնիկները մեծանան պարտության, խեղճության մթնոլորտում, դա մեզ ամոթ է, որ մենք մեծ պատմություն ունեցող, ամենամեծ հնարավորություն ունեցող երկրներից մեկն ենք, որ մենք պետք է կարողանանք հետևություն անել եւ այս խեղճացած վիճակից դուրս գանք։ Շատ ներողություն, պարոն Ծառուկյան, ձեզ ընդհատելու համար։ Ըստ ձեզ, այդ մայիսյան եռատոները վերարժևորելու, վերականգնելու գործընթացը որ օրվանից պետք է սկսենք։ Ուրեմն ասեմ, դա ես չթույլատեցիր, ես ավարտեմ, Շագիձյան, ես ասում եմ ամենակարևորը, որ մենք պետք է հետևություն անենք, իրական կյանքում անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ լուծելի է, հետևություն անելով, տեսնելով, որ մենք շատ արագ կարող ենք մեր աչքի առաջ ամեն ինչ փոխվի, իսկ հիմնական աշխատանքները մենք պետք է սկսենք մայիսի 1-ից, աշխատողի օրվանից, ցանկացած երկրում, երկիրը զարգանում է, շենանում է, աշխատող ուժի վրա, որ աշխատող մարդը աշխատում է իր երկրում, իր հայրենիքում, եւ նրանց միայն մի հարց է մտահոգում, որ նրանք կարողանան իրենց ընտանիքը պահեն բարեկեցիկ, աշխատեն, չարչարվեն, ստեղծեն ու ապահով լինի, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը գնահատվի, այդ ժամանակ ուրեմն ամեն ինչ տեղում է, եթե այդ տեսակ մարդկանց քանակը ավելանում է, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք եւ հաղթանակի ճանապարհին ենք։ Կարևորը մարդը պետք է զգա, որ պաշտպանված է, գնահատված է եւ իր բարեխիղճ աշխատանքով ինքը կարողանում է իր ընտանիքը պահել, իր տունը պահել։ Սա հիմնական հիմքը հանդիսանում, որ կարողանանք ուշադրություն դարձնել, մարդիկ վստահ լինեն անվտանգության համար, տնտեսության համար, զարգացման համար ու գնահատվեն մարդիկ, աշխատող մարդիկ։ Եթե աշխատող մարդը գնահատվեց, ուրեմն լիարժեք ամեն ինչ լավ է լինելու։ Ամբողջ աշխարհում աշխատող մարդին են տեղ տալիս։ Աշխատող մարդն է կարող կառուցի, շենացնի, զարգացնի։ Սա վրա պետք է ուշադրություն դարձնենք, գնահատենք աշխատողին, հնարավորություն տանք եւ ամեն ինչ լավ կլի կզարգանա, կհզորանա երկիրը։